2024 թվականի մայիսի 25-ի և 26-ի հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի ընդհանուր 9 համայնքներ հայտարարվեցին աղետի գոտի։ Ջրային տարերքը նյութական և հումանիտար էական վնաս հասցրեց, եղան մարդկային զոհեր, ավերվեցին ենթակառուցվածքները, ճանապարհներ, կամուրջներ, շենքշինություններ, տեխնիկա, անշարժ գույք և գյուղատնտեսական հողատարածքներ։ Աղետի գոտում 4 զոհ կար։ Տուժած մարզերի տարբեր բնակավայրերից փրկարարները տարհանել էին 2382 քաղաքացու։ Հեղեղումների հետևանքների, պետական աջակցության ծրագրերի ու փոխհատուցումների ընթացքը դիտարկելու նպատակով Քաղաքացիական երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացրել է մոնիթորինգ, պարզելու Տավուշի մարզում իրականացված սոցիալական աջակցության ու վնասների փոխհատուցման ծրագրերի արդյունավետությունը։ Այս պահին ամենակարևոր արձանագրումը, որ պետք է անենք, դա այն է, որ համայնքները մեծ հաշվով չունեն աղետների ռիսկի կանխման, կանխարգելման պատրաստվածություն, այսինքն հիմնական ջանքերը պետության ուղղված են եղել հետաղետային կարիքների վերականգնման։ Նույն այսօրվա քննարկման ժամանակ խոսվեց այն մասին, որ այն ահռելի մեծ ֆինանսական միջոցները, որ ուղարկվել են աղետի հետևանքների վերացմանը, իրապես կարող են ուղարկվել ուղարկի կանխարգելման, այս աղետ առաջացնող աղետների կանխարգելման ուղղությամբ։ Սա մեծագույն խնդիր է եւ յուրաքանչյուր ինստիտուտ անելիքներ ունի իր մասով, սկսած նրանից, որ պետք է վերանայվեն սելավատարների մաքրման կամ սելավատար տարածք հանդիսացող տարածքների պահպանման ընդհանուր մոտեցումները եւ համայնքները պետք է վերջապես աշխատանքային գործիք դարձնեն աղետների ռիսկերի կառավարման պլանները, որոնք գրեթե բոլորը ունեն, սակայն փաստացի թղթի վրա եւ դրանք գործուն հիմքերի վրա չեն դրված եւ հարկավոր է առհասարակ զորեղացնել համայնքներին եւ մեծացնել նրանց պատրաստվածությունը դիմագրավելու համանման բնական աղետների եւ դրանցով առաջացող հետևանքներին։ Զեկույցը մշակվել է 3 հիմնական ուղղությունների հիման վրա. ռիսկերի կառավարման մեխանիզմները, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության մակարդակը արտակարգ իրավիճակներին, պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը, թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև հետաղետային վերականգնման միջոցառումների հասարակականությանն ու իրագործման որակին։ Ես գտնում եմ կանխարգելումը, քան թե հետո ինչ որ խնդիրները, որ կարող են առաջանալ, որպեսզի որոշ, ասենք, կազմակերպություններ կամ անհատներ ստիպված լինեն դիմել կամ ինչ որ մի օգնություն ստանալու համար։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ մարզում տուժել է 307 գյուղացիական տնտեսություն, որից 292-ը նոյեմբերյան համայնքում, 15-ը Դիլիջան համայնքում, որոնց փոխհատուցման նպատակով հատկացված գումարը կազմել է 48 միլիոն 665 հազար դրամ։ Կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները, բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու պատրաստվածությունը եւ ավելացնել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքները։